Ուդակում է արդեն։ Պարոն Ղուկասյան, ընտանիքի անդամների հետ եք եկել, ովքեր են։ Թորնիկներս են, ինչ սիրուն երեխեք են։ Համ հոգեպես են սիրուն, համ տեսքով են սիրուն։ Այս փագի արդեն պրոբլեմ չունենք, չէ։ Ճանապարհ տվեք լրագրողներ քաղաքացիները։ Իմ ձայնը շատ նորմալ է։ Առաջնացված։ Չարը խապանվի, բարին կատարվի։ Հանուն Հայաստանի Հանրապետության։ Մի րոպե։ Հələ մի րոպե։ Հանուն Դուք եք խախտում։ դուրս եկեք, լավ, դուրս եկեք, խոսեք։ Դուրս եկեք։ Ամեն տեղ խառնում ես, այմար, որ գնացից կռի վերեցի, չի կարող։ Դուրս եկեք։ Մի ներվայնա։ Այդպես շպիտով ավելի լավ է։ Այ ապրես ասեչան, դու ես ժպտա, մի քիչ ժպտա։ Թեքվեք ու ժպտացեք։ Նարեք, ես ինչ եք ու վիճակը, լավ է, լավ։ Չէ, հա, եթե շիրակի չերի ամոտ կեզի։ Այս էլ մյուս աղջիկս է, լնայեք իշկան սիրուն, ընձի նման է, թե չէ, նայեք։ Դուրս եկեք։ Արի, Վարդան, ինչ է։ Արի ասեմ, որ բոլորի դասեմ, մեկի չասեմ, եկեք, ասեմ, որ կանաբար Զասլավիտով ես եղել։ Ուրեմն քվեարկեցի հանուն Հայաստանի Հանրապետության մի րոպե սպասեք։ Քվեարկել եմ հանուն Հայաստանի Հանրապետության, որ Հայաստանը շեն լինի։ Ուրեմն Աստվածնա բարեպաշտ թագավոր, աստվածասեր իշխաններ եւ հոգեվորականներ ազգիս հայոց, որ հայերը ոնց որ գրված է Սուրբ գրքի մեջ, որ հայերը պիտի տիրեն իրանց հողերին, որ դա մենք տեսնենք մեր ժամանակ լինի, եւ Արևմտյան Հայաստանը, եւ Արցախը հետ դառնա Հայաստանի Հանրապետություն, դառնա ծովից ծով Հայաստան, եւ բարեպաշտ մարդիկ, աստվածասեր մարդիկ, հայրենասեր մարդիկ ստանձնեն երկրի ղեկը, այ անուն դրա քվեարկեցի։ Ինչպես Աստված գիտի։ Պարոն Ղուկասյան, մի բան էլ վայ շպիտով էլի։ Ասեք, Պարոն Ղուկասյան, դուք խոսում եք մեր տարածքները ետ բերելու, Շուշին ետ բերելու։ Այդ Գյումրի քաղաքապետ դառնալ, այդպես լծակները տալիս, որ մենք Շուշին ազատագրենք են բերենք կամ օրինակ Արևմտյան Հայաստանի քաղաքները։ Ո՞նց է Եթե այսօր բոլորն ասում են, որ դա Գյումրի ընդրությունը Ստալինգրադսկայա բիտվա է, այսպես են ասում։ Ուրեմն, այսինքն սա ճակատագրական է լինելու ՔՊ-ի համար եւ հետագայում բարեպաշտ մարդկանց գալու երկրի ղեկը ստանձնելու եւ ամբողջ աշխարհի հայությունը ես տեսնում։ Գիտեք որ այսօր քաղաքում միջկան դրսից մարդիկ կան գյուղրեցիներ, որ եկել են այսօր հadoop ընդրության։ Եվ այսպես բոլոր ազգը որ խառնվել է, ուրեմն ես հույսով եմ, որ եթե երկրի ղեկը ստանձնեն բարեպաշտ մարդիկ, հայրենասեր մարդիկ, ուրեմն շատ բան է փոխվելու եւ Աստված օգնելու է բոլորիս։ Ես մի բան կարող եմ ասել։ Ես մի բան եմ ասում, որ վաղը բացվելու է առավոտ եւ նորից մենք ապրելու ենք Գյումրիում, բոլորին ոչ եմ անում խաղաղությամբ, հայրենասիրությամբ, ոչ թշնամությամբ, հետո այս ընդրությունը այդպեսի պես բան խելագարվեն քաղաքապետ դառնալու բանի համար, հասկանալի է։ Մի խոսքով համերաշխ լինեն, հանգիստ լինեն մեկին են ձեռնպա մնացողներին, այն անտարբեր մնացողներին, ես կասեի, որ անտարբեր չմնան, որովհետև երբ որ երկրի ղեկը, քաղաքի ղեկի խնդիրն է կապված, այդպես մեր գործը չի, մենք ինչ անենք, մենք հավաս չունենք, մեր դռները փակեք, այդպիսի մարդկանց կասեմ, որ ամոթ է, այդքան անտարբեր չմնան, դա դավաճանի հետ համահունչ է, այդ անտարբերությունը դավաճանության հետ համահունչ ոնց որ քայլում է։